Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր դերասան Լևոն Հարությունյանն է, ողջույն պարոն Հարությունյան։ Ողջույն։ Պարոն Հարությունյան, վերջերս կայացավ ձեր վճարված է ներկայացման պրեմիերան, շնորհավորում եմ այդ առթիվ։ Ներկայացման հերոսը մեկն է, ով հիասթափված մարդկային հարաբերությունների անկեղծությունից իր իդեալական աշխարհն է փորձում ստեղծել։ Հետաքրքիր է, դուք կարողացել եք ձեզ համար ստեղծել այդպիսի աշխարհ ու Հայաստանը այդ աշխարհում ինչ տեղ ունի ու ինչպես եք դուք ձեզ զգում այդ աշխարհը։ Այստեղ մարդկային փոխհարաբերության այդ լավ զգացմունքների սիրո, ընտանիք, հիմնական ընտանիքի մասին է։ Հարցը, որը բարձրացված այդ կոմեդիայի ժանրում, ինքը շատ լավն է, ու ես կառաջարկեմ, որ հունիսի 21-ին անպայման դիտեք։ Ասելիքը լավն է, հիմնականը դա բարությունն է, մարդկային փոխհարաբերությունն է, այսօր որը մեզ պակասում է, ու խաղալու մասին է։ Մարդ, որը ունի ամեն ինչ, օլիգարխ, ձեռը փող անգե, բայց չունի մի բան, որը երբեք չի ունեցել, ձեռը ընկած փողը կոռուպուս չի անում, որոշում է իր ընտանիքը ունենա, թեկուզ եւ գնված ընտանիքը, բայց վերջում հասկանում է, որ զգացմունքները չեն վաճառվում։ Այսօր ընտանիքը շատ կարևոր բան է, մենք մի քիչ հեռացել ենք եւ մեր արմատներից եւ մեր ընտանիքներից։ Ընտանիքում առաջի ծիրերը տալիս մեր արմատների առաջի ծիրերը տալիս են ընտանիքում։ Ընտանիքը այդ են հողն է, որի վրա մենք մեր սերմերն ենք դնում ու ժամանակի ընթացքում հապարտանում ենք դրանով, առավելապես եթե լավ են այդ ծիլերը ճիշտ են ացրել ու բան, դրանով նույնիսկ կարա հապարտանա վաղնիսօր ազգը, որը քո համար թանկ է, ժողովուրդը նկատի ունեմ։ Մեկ հիմա ազգ ժողովուրդ բառերը սկսել են տարբեր ձևեր լուծել, բայց իմ համար եւ ազգ եւ ժողովուրդ չկա ժողովուրդ, ուրեմն ազգ հասկացողությունը կորում։ Այսինքն իրանք իրար փոխ կապակցված են ու մեկ-մեկ որ հիմա ասում ենք մենք չէր պետք ժողովրդին պետքա հասնել ազգը սենց վերլուծությունները ինձ մի քիչ բան անում օդս փագում է, որը չեմ ուզում հիմա այդտեղ խորանալ։ Պարոն Հարությունյան, իսկ ինչպիսին է այդ աշխարհում Հայաստանը դուք որպես Հայաստանի քաղաքացի, Հայաստանի արվեստագետ, ինչպես եք զգում այդ աշխարհում։ Վերջին շրջանում հատկապես։ Վատ։ Մենակային պատճառով, որ արդեն թատիկները հասել են մշակույթին, արվեստին ու թատրոններ են փակում, չեմ ասում գիտության ու մշակույթի, կրթության ու մնացած լիքը բաների հերը անիծում են, մտածված եւ դա իրանց համար ազգային ծրագիր են դարձել, դա իմ համար սարսափելի է։ Իսկ ոնց կարող է այդտեղ իրեն լավ զգա մարդ, որտեղից ինքը սնվում է։ Այսինքն կոպիտ ասած ոնց որ ուզում եմ մեր օդերը փագել։ Ես ուրիշ բան, եթե հասկանամ ինչի համար, կարողանամ մտածեմ, խեն կարող է այդտեղ իմ սխալն էլ կա։ Դրա համար են ուզում փագել։ Իրանք ոչ մի արգումենտ չեն ներկայացնում, բայց դա հերթով անելով գալիս է։ Դա սկսեց կամերային թատրոնից, հասավ Գոյ, այսօր պատանի հանդիսատես, վաղնիսօր հաստատ Մալյան թատրոն, ու այն ժամանակ, երբ որ Գոյի ընթացքում մենք մեր մասնակիցությունը իրենց մեջ կարող մարդկանց խնդրում ենք, որ լինեին մեր կողքին ու Գոյ թատրոնի կողքին։ Բոլորի մոտ այդ անտարբերությունը կար, այսօր երբ որ իրանց է հասել, հանկարծ իրանք ուզում են մեր հետ կիսվել, իրանց թվում է թե իրանց ցավն էլ մեր ցավի նման է, ուրեմն հասկացանք, որ ցավը մենակ ինչ-որ մեկին չի լինի, ցավը բոլորինս է։ Դի կարողանալ այդ ցավով ապրել, դի քյոմա կլնել հայերեն բառադա։ Ու իր կողքին դնելով է, որ կարային թույլ տայինք այս ամեն ինչը շատ կարճ կյանք ունենալ, բայց այսօր մերոնք, վերևում նստած մերոնք կամաց իրենց քայլերը անում են։ Գոյի դեպքում ես հիշում եմ ձեր պայքարը, ձեր այնտեղ լինելը։ Ես չեմ պայքարել, ուր այնստայն հնարավորություն պայքարելու։ Այդ պայքարի մեջ չարություն կար, որ ամեն մեկից ներսում մարդանում ու փարկասո Գոյ թատրոնին գոլեգաներ ենքան
այնքան խելոք են, այնքան ճիշտ են իրանց տեսակով, որ մինչև իրանց չվիրավորեցին, իրանք չանցան այդ շեմը։ Բայց ամեն մեկի ներսում է ցավ կա, որովհետև քեզանից ստանում են մի բան, որը ունի 35 տարվա պատմություն, որի մեջ լիքը երիտասարդներ ուսուցիչներ, Արմենը Մազմանյան, ու առավել ևս ինձ համար բացի Արմեն Մազմանյանից որպես թանգվարտկային, էլի լիքը թանգվարտիկ, Արթուրը Սահակյան, Սամսոնը Ստեփանյան, իմ երիտասարդ ընկերները, որոնց ես պաշտում եմ, ու ես իրանց սկսեցի ավելի շատ հարգել, որովհետև իրանց մեջ տեր կար։ Տերն էլ մի բանի, որը համ իրանցն են, համ ժողովրդին է, բայց ընդ մի քանի հոգի կան, որ թքած ունեին այդ ամեն ինչի վրա։ Իրանց համար կարևոր իրանց աթոռներ, տարածքը, որ ուզում են։ Իրանք տարածքի մասին են խոսում, բայց չգիտեն այդ տարածքը ինչ պետք է անեն։ Տարածքի անունը դնում էին ստուդիա, որ պիտի ստուդիա սարքեն, լուրջ։ Ეხոսքը չեմ ուզում այդտեղ խորանամ, պրոստը ուզում եմ այդ մարդուկներին ու գեղեցկուն, ասեմ, նույն շտո, ինչև երբ։ Մի օր գալու է դրա վերջը։ Տեսեք, իրենց կողմից պատճառաբանությունը այն է, որ դրանք չեն արդարացնում իրենց հաճախ։ Չեն կարողանում տոմսեր վաճառել, չեն կարողանում իրենց ռեալիզացնել։ Ամենակարևորը տոմսն է։ Բարձա, մի հասկացար իրանք։ Նա եթե մի մարդու տվել են այդ օրգանը, որը պետք է կառավարի ու իր ուշքի միտքը, որ թատրոնը իրան չի արդարացնում, որտեղ չի կարողանում տոմս ծախել, լուրջ։ Իսկ այդ թատրոնի համար ինչ-որ բան արել եք, այդ թատրոնի հետ ընկերություն արել եք, իրանք ուրիշ արգումենտ են բերում, ասում են դուք մեր հետ չեք շփվում, ընկերություն չեք անում, լուրջ, այսինքն դուք ուզում եք, որ իրանք կան որպես ստրուկ ձեզ անտած սենց անեն, չէ, այնտեղ այդ մարդիկ չեն։ Այնտեղ մարդիկ են, որ զբաղվում են իրանց գործով։ Մի հատ էլ իրանք բան են անում, իրանք մեր հետ չեն համագործակցում, լուրջ եկա, ու ձեզ այնպես ճիշտ բայեք, որ մենք ուզենանք ձեր հետ համագործակցել։ Ես ասել այնքան ենք խոսել դրա մասին, երևի իրանք էլ են հասկացել, որ իրանք սխալ են, բայց իրանք այդքան իրանք սիրած բառ այնքան դուխ չունեն, որ այդ ընդունեն, որ դա տենց է։ Բայց ոչինչ։ Ոնց որ Գիգորի հայրիկներ ասում օրեր են կմտնեն, անցք կենան Գիգոր ջան։ Դուք խոսեցիք համայնքից։ Միավորված չէ այսօր, այսինքն ձեր համայնքում էլ կա այդ խնդիրը։ Երբ որ բանը հասնում է իրենց նոր, գիտակցում են, որ կա համակարգային խնդիր։ Մինչև դա ամեն մեկը իր մասին է մտածում, նեղ շահերի մասին է մտածում, ճիշտ հասկացա։ Այսօր բերել են ազգին դարձել են կինտո, օր դատում, օր ուտում են։ Այսօր ամեն մարդ մտածում է ոնց որտեղից ինչ-որ բան փախցնի, որ գոնե սոված չմնա։ Այսօր մեր ամենագերխնդիրը էս ազգի գերխնդիր դարձեցի մի բան, սոված չմնա, բայց ձեր ներսը։ Ես մի անգամ ասեցի ժողովուրդ, որ մի 4 օր սոված մնացեք, հետո ինձ լավ է, հետո դու ուրիշ բաներ ես տեսնում, բացում է քո երրորդ աչքը։ Իրանք ուզում են կուշ տնեն, որ չմտածեն։ Այսօր իրանք կուշտ են, դրա համար չեն կարող մտածել։ Համայնքի մասին իհարկե այսօր մեր ասվարից էլ լիքը մարդիկ հերթով նորմալ ծախվում են։ Ասում են ես աթոռը կոն, ասում են նստում աղում։ Հետո մի անգամից մարդ երևույթը շրջվում է, փոխվում է։ Մտածելակերպը փոխվում, վերաբերմունքը փոխվում։ Աշխարհին նայելու իր փոքր պատուան իրան թվում է մեծացել է, բայց մեծացել է տեսողությունն է կորում։ Դրանք տարբեր բաներ են, դա զսվելի է, երբ որ դա միշտ եղել են այդ ծախող երևույթները։ Ու ակես շրջանում այս մեր կառավարությունը ստեղծեց այդ դաշտը, որ ծախողները շատանան։ Ես միշտ բղավում եմ, որ սարքում են պետություն, որ մարդ ինչ որ կետի վրա մի օր ծախվելու է։ Բայց ծախվելուց է պետք է ունենաս պետություն մի հատ նորմալ գինտա, որ քեզ մտածելու առիթ է։ Բայց երբ որ չես ծախվում, հետո ինչ որ ժամանակ հետո գիտես ինչ լավ է։ Գիտես ոնց ես քայլում այս քաղաքով, որը քոնն է։ Ու չես ամաչում մարդկանց աչքերին նայելով։ Գիտես անուններ չտամ, լիքը մարդիկ կան բաղես քաղաքում չեն կարող է դուխ անեն, մի քիչ քայլեն, բայց գլուխները կախ առնելով։ Պրոստը ես այդ մարդկանց չեմ խեղճում, ես խղճում եմ այդ մարդկանց երեխեքին։ Կարող է իրանց երեխեք իրանց հարցեր տան, այդ մարդիկ չկարողանան պատասխանել։
պատասխանեն ուրիշ պետության անունից։ Ես չգիտեմ, ես իրանց խղճում եմ ահավոր։ Իրանք մեղք են լինելու, իրանք այդ չեն ընդունում։ Իրանց միշտ թվում է, իրանք միշտ լինելու են։ Կարող է միշտ լինեն, բայց որ կարգավիճակով սա դեռ հարց է։ Մենք մեր զրույցը սկսեցինք ձեր ներկայացումից, որտեղ խոսեցինք մարդկային հարաբերությունների մասին։ Այսօր մենք տեսնում ենք, որ ատելության խոսքի ծավալները շատ մեծացել են ու երբեմն անկառավարելի է այդ հոսքը։ Ինչու մենք հասանք դրան։ Դա այնքան անկառավարելի է, այսօր մեր երկրի առաջի տիկին արդեն բացեպած, որ ուզում էր ազգ կրթել, ինքը շատ սիրում բարերով կապավ մեր ազգի։ Դե իր ծրագիրը ոնց էր կոչվում։ Կրթվելը նորաձև է արշավի մասին։ Կրթվելը նորաձև է, ինքը նոր ֆորմա կրթվելը նորաձև է, ինքը իր բառամթերքը այսօր մեզ ցույց տվեց։ Ոնց է շփվում այդ կրթված բառամթերքը ու ոնց է սփռում իր մի խոսքով։ Գիտեք դա ինչից է, ասենց բացատրեմ։ Սուտ է։ 7 տարի շարունակ իրանք սուտ են խոսացել։ Եվ որ սուտը երկարատևում ու քանի գնում մեծանում է, ինքը վերածվում է վախի։ Այսօր այս մարդկանց մոտ միացնես մեծ գունդ վախ է։ Միացնես մեծ գունդ վախ է։ Իրանք վախից արդեն չգիտեն ինչեր անեն։ Մի հատ իրանք քայլերը նայեք։ Մի հատ նայեք մեր ազգային ժողովում ինչա տեղի ունենում։ Իրանք միշտ խոսում են բարձր բաներից, մի հատ իրանք պահվածքը նայեք ու անդիմադիրների պահվածքը։ Երկու կետերն էլ վախեցած են։ Բայց ի տարբերություն այնտեղ արդեն կորցրածի հոգեբանությամբ են ապրում անդիմադիրները, որ կորցրել են։ Ստեղ կորցնողի հոգեբանությամբ իրանք վախում են մի բանից կորցնելուց, իրանք վախենալով ուզում են հետ բերել կորցրածը։ Ես սա մի հատ մեծ գունդ է, որտեղ անընդհատ սուտ են խոսել, անընդհատ սուտ են խոսել։ Նորից եմ կրել, այդ սուտը վերածվում է հետո վախի, որի այսօրվա բառ օրինակը մեր դիմաց նստած է։ Հասկանում եք, տեսեք, 7 տարի 7 տարի հետո մեր երկրի ամենամեծ փղիկը ունեցավ իր առաջի ձագը։ Դե փղերն են 7 տարի մեկ ծննդաբերում, չէ։ 7 տարի ունեցավ իր առաջի բերքը։ Այն դպրոցի պատմությունը Մերձավանի դպրոցի։ Այո, Մերձավանի դպրոցի։ Դա իրոք այդ 7 տարվա պատուղն էր։ Այսօր մենք խաղում ենք այդ պատուղները։ Մախճանում, որ արդեն բերեց, որ երեխեքի ձեռքերով նարկոտիկը մտցնում են դպրոց։ Ու էլի լիքը պատուղներ, ուղղակի այս Մերձավանի պատուղը ավելի ցցուն էր։ Դուք տեսաք նոր սերունդը ոնց է շփվում։ Ու այդ նոր սերունդով ուրախանում են այդ նոր սերունդը ներկայացնողի ծնողները։ Սա 7 թե 30 տարվա պատուղ էր։ Չէ, ասի 30 տարի, ես հիմա ոչ նրանց եմ արտարացնում, ոչ ուզում եմ սրանց կլնգեմ, ոնց են խոսում ուսուցչի հետ։ Նախ արդեն այդ դպրոցում ուսուցիչ հասկացողություն չկա։ Նախ այդ դպրոցում արդեն տնօրեն չկար։ Ինչքան էլ ասեն, որ մենք կանչել ենք, խոսել ենք, բայց ոնց անհնար է։ Մեր առողջանալու ճանապարհը ո՞րն է։ Չգիտեմ։ Արվեստը ինչ դեր ունի այդտեղ։ Արվեստ այսօր դաշ չունի, արվեստ այսօր օդ չունի, սա ամեն ինչ փակած է։ Արվեստ այսօր չգիտի սրանց ինչ տա, որովհետև մենք տալիս ենք այն ժամանակ, երբ որ նայում ենք մեր դիմացի հանդիսատեսը լավն է։ Նույնիսկ այսօր իրանք չեն կարողանում հանդիսատես դառնալ։ Իրանք հանդիսատեսի կարգավիճակներ չունեն։ Ես չեմ ուզում իրանց համար ինչ-որ բան անել։ Լուրջ հասել ենք այն մակարդակը, որ իրանց համար իմ հանդիսատեսի ջանին մեռնեմ, ես իրանց կյանքին մեռնեմ, ազգային բարբարով խրվեմ, ես իրանց ղուրբան նեղնեմ։ Բայց այս մարդիկ ես չեմ ուզում իրանք իմ հանդիսատեսը դառնան։ Ես իրանց տալու բան չունեմ, կարող է այս միշներն է տալու բան չունեմ, իսկ իրանց առավել եւս տալու բան չունեմ։ Ու չեմ էլ ուզում տամ, ես իրանց դեպքում իմ տեսակը տվող չի, ու իմ տեսակը ծախվող չի։ Իսկ հանրությանը ինչ ունեք այսօր ասելու, որ շատ կուզեիք, որ այդ մեսեջը դուք բեմից տայիք։ Չեմ ուզում հանրությանը ոչ մի բան ասեմ։ Այ պետք է սիրել իրար բան, հանրությունը դա վաղուց գիտի։ Բայց սիրելու համար պետք է ինքը տեղ ունենա, որտեղ կարելի է սիրել։ Այսօր ամեն ինչ դες ներվա մտնում մեջս։ Գիտես ինչ համար ներվա մտնում, որտեղ չգիտեմ ինչ ասեմ։ Չգիտեմ այդ ես կուզենայի այդ այնքան խելոք լինեի, որ այտենց հանրությանը կարողանայի ասել այդ ճիշտ նախադասությունը, որը կարողանան լիքը մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխել։
Բայց մեր շրջապատում կան այդպես մարդիկ։ Բայց ինձ ծնվում է փոքրիկ լիդերը, միանգամից օրորոցում խեղդում են։ Որ ժողովուրդը ոտի կանգնելու խնդիր կա, որ ժողովրդին նենց են կոտրել, ով պետք է երևույթ, մի հատ երևույթ գա, բայց մի հատ ուրիշ վախ կա։ Ես վախենում եմ այդ երևույթը, երբ որ ծնվի գա, եւ ընդդիմադիրները, եւ սրանք անենց կքրքրեն, անենց ամեն ինչ ամեն մարդ իր կողմ կտանի, որ ընդդիմադիրի տակը բան չի մնա։ Ես չեմ ասում, մենք երբեք այս կարգավիճակում չենք եղել։ Մենք էմպաթիկ հասարակություն ենք, մենք կարողանում ենք ապրումակցել, իրար զգալ։ Դուք այդ մասին շատ եք խոսում, որ իրար ցավ զգալն է, որ կարող է մեզ բուժել։ Այս ազգը կարողանում է ցավի կողքին կանգնել։ Երբ որ դա դառնում է բոլորիս ցավը։ Որտեղ մենք սկսել ենք ցավն ու այդ վատ վիճակներն էլ առանձնացնենք։ Այս քեզ չէ։ Դա պետք է կարողանանք դարձնել մի հատ դա պետք է լինի ընդհանուր։ Երբ որ այդ ընդհանուրը հասկանում են, բոլորն էլ ոտքի են կանգնում։ Երևանում ձեզ այսօր ինչն է ամենաշատը պակասում։ Այն խելառ իսկական հայի տեսակն է պակասում։ Եվ ոչ միայն Երևանում, ամբողջ Հայաստանում։ Այսօր մարզերին էլ են չարացրել։ Ես ուզում եմ հասկանամ, մենք ոնց պետք է կարողանանք այս ամեն ինչը վերականգնենք նորից։ Չգիտեմ, երևի դա պետք է վերականգնվի մարզ առ մարզ, հետո կանք հասնենք Երևանի։ Այս երկիրը մի 6-7 տարով պետք է կանգնեցվի ռեմոնտի։ Ու սկսենք սենց շուշաթղթելով, կամաց հարթեցնելով, կամաց կանք, բայց չգիտեմ, այսօր Երևանում այնքան բան է պակասում, այսօր Երևանը տխուր է, ժողովուրդ, առաջ Երևանում կյանքը երկար էր, հիմա Երևանի մի հատ իրիկունները դուրս եկեք, մի հատ ժամանակ կա, որտեղ արդեն այդ ժամից սկսում է մեռնել, Երևանը առաջ ավելի ուշ էր քնում, ավելի ուշ էր հանգստանում, իսկ հիմա մի հատ ժամ կա, Երևանը չի հանգստանում, Երևանը կամաց ուզում է մեռնի, բայց ամեն օր մենք առավոտ շուտելում ենք այդ Երևանին արհեստական շնչառություն ենք տանում, ասում ենք էլի ապրի, ու ինքը քանի որ Երևանը իր երևանցիներին ընդհանրապես իր հային շատ ասում է էլի կապրեմ, բայց ինձ գոնե տեր եղեք, մի ցավացրեք, խնդրում եմ, ինձ գոնե բան տվեք, այսօր Երևանն է չեն կարողանում բան տանք, Երևանին օգտագործում ենք ու դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս։ Երևանը ասում է, որ մեջից մի հատ մաքուր մաքրեք, բաներ կա մի գցեք, խնդրում եմ, այդքան նեղացնելուց հետո այս քաղաքը այսքան բարի մնալ, ես եմ զան։ Այսօր ռուսն ու այլ ազգի եկածները ավելի շատ են մաքրում Երևանը ու տեր կանգնում Երևանին, ներողություն երևանցիներ ու հայեր, քան մենք։ Իրանք սկսել են ավելի շատ գնահատել Երևանը ու այս փոքր Աստծո կողմից տրված հողակտորը, քան մենք հայերս։ Այսօր իսկական հայն է պակասում Երևանին։ Այսօր տերն է պակասում Երևանի տերն էլ է պետք, այսօր այդ տերը չկա։ Սա մի քաղաք է, որտեղ կար նաև հայ ֆիլմ։ Դա գնացեք մի հատ հայ ֆիլմի վիճակը տեսեք։ Հայ ֆիլմը դա փոքր պետություն էր, որը ուներ իր օրենքները։ Պլան կար դրած, որ տարին դու պետք է նկարես այսքան ֆիլմ, այսքան գեղարվեստական, այսքան կարճամետրաժ, այսքան անիմացիոն եւ այլն։ Այսինքն պլան է դրված ու ինքը ասում էր իսկ գումարը նկարի։ Փարկաստում են ժամանակ կային կինոից տեղեկացած լիքը մարդիկ, որոնք կարողանում են այդ փողերը ճիշտ բաշխել ու այն ինչ որ իսեր ունենք հին կինոից դա մեր ամենա ոսկե դարանն է պրոստը։ Այսօր պլատֆորմաների ենք անցել, որոնք դա գիտեք, չեմ ուզում ոչ մեկի անունը տամ, ու հիմա շուտով կծնվի ևս մի պլատֆորմա, որտեղ ես պետք է մասնակցություն ունենամ, անենց կուզենամ, որ այդ մարդիկ ստեղծեն մի հատ նոր արտադրանք, որ այս ծնված պլատֆորմաների մտածելու առիթ կտան։ Ինքը կդառնա պլանկա։ Հանուն արդարության ասենք, որ այդ ձեր ասած պլատֆորմաները այսօր նաև որակ են թելադրում։ Օրինակ 84-ի ամառը, որտեղ դուք եւս մասնակցություն ունեցաք։ Ես երջանիկ եմ, բայց
ես անդադ ասել եմ ու հիմա ես զարմացա որ իրանք հրաժարվեցին այդ գծից ոչ թե հրաժարվեցին այդ թեմայը չէ իրանք էլի ռիսկի անցան ուրիշ քանի որ մի գողական աշխարհը նախ գողական աշխարհից պիտի տեղյակ կնես որ կարողանաս գողական աշխարհը մատուցես իրանք չեն էլ ուսումնասիրում իրանք վերցնում են բանը ֆուտլյարը ու դրա մեջ լցում են իրանք այն ինչ որ իրանց երևակայությունը թույլ է տալ ու մեկ չհասկանալու ինչ է լցնում այդ գողական աշխարհիներ են վիրավորում վերցնում ենք դրսից ինչ որ մի բան փորձում ենք ստեղ ադապտացնել բայց երբեմն մենք չենք կարողանում նայ դրսից վերցնում ենք իդեաները բերում ենք ստեղ մենք նույնիսկ այդ մատուցման ֆորման չունենք ոնց հենց մատուցում ենք էլի սենց են կլնում այ ռուսները կարողանում են վերցնել ինչ որ մեկին ճիշտ մատուցել իրանք որտեվ գիտեն որ ապրանքը պետք է մատուցես լավ ապրանքանիշով այսինքն վրան փող պետք է նրանք ասում են դե լավ էսի սենց կանենք դե լավ հա դե շարքը կա այսինքն մենք մատուցման ֆորմատ չունենք մերը կլոնադանը արեք խնդրեցնենք լավ էլի Պարոն Հարությունյան եւ բայց ամենակարևորը որ ներսումս ցավ կա ու այդ ցավին կամ տեր պետք է լինես կամ այդ ցավի վրա մի հատ լավ բան ավելացնես որ այդ ցավը վաղը միսօր դառնա վերք ու ասես այսին վերքն է բայց այս այն վերքն է որը քո համար ֆունդամենտ է դառել հնարավոր է այդ վերքը մոնոներկայացման վերածվի հա մտադրությունն են նույնիսկ արդեն վերնագիրն եմ գտել երբ սպասում չգիտեմ ասեմ թե չասեմ լավ ասեմ իմանք իմ հրաշքս ինձ կների իմ սցենարիստը ես ուզում եմ որ այդ մոնոներկայացման անունը մոնո ստենդափ կարող է խառը լինի չգիտեմ վերնագիրը ամաչում է իրոք ես այսօր ամաչում եմ բայց չհարցնեք ինչ համար չգիտեմ երբ որ իմ համոթին հարցում են խես ամաչում ասում եմ չգիտեմ բայց ինքն էլ ամաչում տասնված հասնենք դրան տասնված երբ որ կարողանա դա մատուցեն բեմից իմ հանդիսատեսը կարողանա իր սրտը ծապտա ու ես երջանիկ կլինեմ այդ օրը եթե ես դրան հասնեմ բայց գիտեմ որ դա լինելու է այդ կամած ասի որ քաղաքը չլսի Շնորհակալ եմ զրույցի համար պարոն Հարությունյան Շնորհակալ եմ ձեզ Իսկ ես հիշեցնեմ որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք